Պատրաստում ենք անչափ համեղ ֆրուչելլա, որը պատրաստում եմ իմ պատրաստած չրերով։ Ֆրուչելլան պետք է շարել այսպես. առաջինը դնում ենք ընկույզը, հետո չիրը, հետո նորից ընկույզը և կապում ենք այսպես, որ հարմար լինի կախելուն։ Շփոթի համար մեզ անհրաժեշտ է 700 գրամանոց տարայով ալյուր, որը պետք է մաղել, և նույն տարայով շաքարավազ և միասին լավ հարում ենք։ Ես միշտ վերցնում եմ սև ալյուր և այսպես քիչ-քիչ ավելացնում ենք 3 լիտր ջուր։ Այս տարբերակով երբեք գնդիկներ չեն առաջանում։ Այնուհետև դնում ենք կրակին, պարբերաբար խառնելով, սպասելով մինչ եփվի։ Հենց արդեն սկսում է եփվի, ավելացնում եմ կես թեյի գդալ դարչին աղացած և նույնքան մեխակ կրկին աղացած։ Լավ խառնում ենք, որպեսզի լուծվեն և գնդիկներ չառաջանան։ Այսպես պարբերաբար խառնելով եփում ենք մոտ 30 րոպե։ Այդ ընթացքում թավայի մեջ ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ և դնում կրակին, որպեսզի կարամելացվի։ Շաքարավազը չենք խառնում, թողնում ենք, որպեսզի ինքնուրույն հալվի։ Շաքարավազը կարմրացրեք այնքան, ինչքան որ կցանկանաք, որ շփոթի գույնը մուգ լինի։ Երբ արդեն սկսել է շաքարավազը մկվելը և ուզում է արդեն այրվելը, այդ ընթացքում մինչ այրվելը ավելացնում ենք շփոթին և արագ խառնում, որպեսզի չկարամելացվի և լուծվի շփոթի հետ։ Կարամելացված շաքարավազը ավելացնելուց հետո եփում ենք ևս 15 րոպե, որից հետո ավելացնում ենք կես թեյի գդալ վանիլին և լավ խառնում, որից հետո ավելացնում ենք 1 պտղունց լիմոնի աղ և ավելացնում եմ նաև 3 ճաշի գդալ բուսայուղ։ Այսպես եփում ենք մարմանդ կրակով, պարբերաբար խառնելով։ Այսպես մարմանդ կրակով եփում ենք մոտավորապես 1 ժամ։ Երբ արդեն պատրաստ է լինում, գդալի վրայից այսպես դանդաղ ծորում է, որից հետո անջատում ենք, թողնում ենք մի փոքր հովանալ և պատրաստի շարոցը այսպես թաթախում ենք շփոթի մեջ։ Այնուհետև տակին դնում ենք սկուտեղ, որպեսզի կախած շարոցից թափած ավելորդ շփոթը թափվի սկուտեղի վրա։ Այնուհետև չորացնում ենք ոչ շատ տաք տեղում, որպեսզի չճաքի։ 4 օր հետո արդեն բավականին չոր է լինում։ Եվ վերջ, պատրաստ է մեր անչափ համեղ ֆրուչելլան։ Խորհուրդ կտամ դուք նույնպես փորձեք։ Իսկ եթե հավանեցիք պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։